կոնկրետ խաբերյալ ուզում եմ ես երկու բառ ավելացնեմ, ուրեմն ծնողը որ ելնում է ինչ-որ մտակցիա անում է, հենց չի ելնում տնից ու գնում այդ ակցիային։ Ակցիայից առաջ ինչ-որ մի հատ գործողություն եղել, ասենք մոտեցել են կուլտուրական շնորհքով, ցանկացել են հանդիպումների ընթացքում դաժե խոստացը հրավիրել են կոնկրետ այդ դեպքում, որ զապիսները նայեք, ձայնագրությունները կա, 27-ին կանչում են մեզի, որ 29-ին հետանք հանդիպենք 30 հոգով, այդում ենք ընդ հանդիպման մենք ուղակի ու հանդիպումը մերժվում է, այսինքն ինչ է դուրս գալիս։ Մենք հրավիրում ենք ծնողներին, որպեսզի կան հանդիպեն իրանց երեխաներից ինֆորմացիա ստանան, դուրս է գալի, որ սուտ խոսանը դառնում ենք մենք։ Հրավիրել ենք, մենք մեր խոսքով մարդուն կանչել ենք, որ գալիս է, գիտի պետք է հանդիպման, մեկ էլ գալի ասում են հանդիպումը լինելու է 3 հոգու հետ ու լրիվ ուրիշ մարդու հետ ինչ-որ Արսեն Ղուկասյանին պահանջել էին։ Ու ժամերի ընթացքում տենց սպասողական գործողություններ ալնում, բանակցություններ ալնում, վերջը հասնում է մի փուլի, որ ծնող արդեն համբերությունը կորցրած, էլ ինքը չմտածելով, էլ օրենքի մասին, էլ մյուսի մասին, հասնում է ինչ-որ քայլի։ Ու այդ քայլը օգտագործում է հենց ծնողի դեմ։ Բայց քայլից հետո ապահովում է ծնողի պահանջը։ Ես միջև օրս չեմ հասկանում, եթե անօրինական գործողություններով խի ապահովվեց այդ պահանջը։ Այսինքն 30 հոգով էլ հանդիպեցին տվյալ անձնավորությանը, ուղղակի գործողությունից հետո, որ կարար չլիներ։ Այսինքն հրահրում են ու դառնում է, որ անձագործը դառնում է, ասենք, ծնողը։ Դրա համար խոսքի սկզբից ես շեշտեցի, որ պոտենցիալ մի հատ օրինախախտել այս պահին ես եմ, յուրաքանչյուր վարկյանի, չգիտեմ, արթնանամ, մտքովս ինչ կանցնի, ինչ կուզենամ գործողություն անեմ, որպեսզի հասնեմ ինֆորմացիայի, երեխեքի մասին ինչ-որ տվյալ իմանալու, ու ինչ կանեմ այդ պահին։ Մեր օրը ապահովագրված չի։ Նույնը ապացույց Արսենես գործն է։